Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, չենք մոռանում, որ օրը տոնական է, օրվա թեման կանայք են եւ այսօր առավել քան երբևէ խոսելու ենք կանանցից, կնոջ գեղեցկությունից, կարծում եմ մեր հյուրերը հերիք դեմ չեն, մի բան էլ խթան են հանդիսանում, որպեսզի հայ կնոջ դիմագիծը, հայ կնոջ կերպարը ծանոթ եւ հանրաճանաչ լինի բոլորին։ Խոսելու ենք Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված Երևանի կանայք ժամանակի դիմագծեր խորագրով լուսանկարների ցուցահանդեսի մասին։ Եվ այդ առիթով մեր հյուրերն են Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, թանգարանագետ Գևորգ Կորբելյանը եւ Հայ լուսանկարիչներ ազգային ասոցիացիայի նախագահ լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը։ Բարի լույս ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուս մեր տաղավար։ Նախ շնորհավորում ենք կառնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ եւ մաղթում ամենալավն ու բարի։ Շատ շնորհակալություն եւ թերևս Դուք էլ միանում եք։ Ես միանում եմ, որտեղ սա այն մի ամսյակն է, որը կարծես թե ոգևորում է բոլորիս եւ ստեղծագործելու եւ աշխատելու եւ բարձրունքների հասնելու։ Սերգեյ, բայց ասեք, խնդրում եմ, որ տոնելու համար գուցե մի ամսյակ է, բայց հատկապես լուսանկարչի ստեղծագործող արվեստագետի համար գինը միշտ ներշնչանքի աղբյուր է։ Այո, դա պարտադիր նախապայման է, չգիտեմ որևէ լուսանկարչի, որը սովորելիս նույնիսկ խցիկը ձեռքն է վերցնում եւ չի փորձում աշխատել կնոջ հետ։ Լինի դա տարբեր ժանրային լուծումներով, դիմանկար կամ թե կերպարների ստեղծում, կինը պարտադիր նյութն է, այսպես ասեմ, այդ լուսանկարների եւ համեմունքը։ Ինչպես նաև ոգեշնչման աղբյուրը բացի։ Դա միանշանակ։ Այո, թերևս հիմա խոսենք արդեն Երևանի կանայք ժամանակի դիմագծեր, խորագրով լուսանկարների ցուցահանդեսի մասին, մի փոքր մանրամասնեք գաղափարի մասին, ինչ աշխատանքներ են ընտրվել, համագործակցության մասին։ Այո, ինչպես պարոն Հակոբյանը նշեց արդեն իր խոսքում, կինը մշտապես ոգեշնչման աղբյուր է հանդիսանում լուսանկարիչների համար եւ հենց այդ պատճառով էլ, ասենց ասեմ, մեր թանգարանում արկա է լուսանկարների մեծ հավաքածու ֆոնդ հին Երևանից մնացած եւ խորհրդային շրջանի եւ օգտագործելով այս հավաքածուն հիմք հանդիսացավ, որպեսզի մենք ստեղծենք մի յուրատեսակ կապ անցյալի ներկայի միջև։ Եվ մենք ընտրեցինք մեր հավաքածուից այն բոլոր լուսանկարները, դիմանկարները հիմնականում, որտեղ պատկերված են երևանցի կանայք, դրանք հայտնի ընտանիքների կանայք են, աֆրիկյանների, գեղամյանների, պարզապես օրիորդաց դպրոցների շրջանավարտներ, շատ հետաքրքիր առանձնացրել ենք մի հավաքածու, որը ներկայացնում է հին Երևանը։ Դրանից բացի կա առանձին բաժին ըստ հայեցակարգի ցուցահանդեսի, որտեղ ներկայացված են խորհրդային Երևանի կանայք, որտեղ հիմնականում ներկայացրել ենք թե ուսուցիչների, թե ուրեմն արտադրամասում աշխատող կանանց, ինչպես նաև մեր հասարակական մշակութային եւ քաղաքական կյանքի ամենահայտնի դեմքերից, մշակութային գործիչների, այստեղ մենք համագործակցել ենք նաև գրականության եւ արվեստի թանգարանի հետ եւ իրենք տրամադրել են որոշակի լուսանկարներ, որոնք մեր ֆոնդերում առկա չէին, Գոհար Գասպարյանը, այնտեղ Մետաքսա Սիմոնյանը, Արուս Ոսկանյանը։ Այո, դրանք բացառիկ լուսանկարներ են, որոնք վավերագրել են, այսպես ասած, խորհրդային շրջանի, որոնք նույնպես իրենց առանձնահատուկ տեղ ունեն եւ մեր համագործակցության հիմքում ընկած է նաեւ ասոցիացիայի ներգրավելու միջոցով եւ ֆոտոլուսանկարիչների, այսպես ասած, այսօրվա ովքեր նկարում են քաղաքը, Երևանը եւ կանանց, դրանք միավորել եւ ստեղծել մի յուրատեսակ կապ հին Երևանից, խորհրդային շրջան եւ այսօր եւ այս կերպարներում, դիմանկարներում եւ առհասարակ ցուցահանդեսի հայեցակարգում ընկած է ընդգծելու, կարևորելու հենց կնոջ դերը, նրա դիմագիծը, թե ինչպես է փոխվել։ Օրինակ, կարող եմ փաստել, որ եթե նախկինում տարազային, քանի որ նորաձևությունը տարբեր, ուրեմն 20-րդ դարասկզբին եվրոպական հագուստներով էին շրջում քաղաքում եւ նաեւ տարազային համալիրներն էին օգտագործում, այս պարագայում մարդիկ տեսնում են, այցելուները կտեսնեն նման լուսանկարներ, բայց շատ հետաքրքիր որ այսօրվա լուսանկարիչները ինչն են նկարել քաղաքում։ Կան լուսանկարներ, օրինակ Երևանի մետրոպոլիտենում կինը շներով զբոսանքը, սուրճը ձեռքին, ականջակալներով, այսինքն այսօրվա Երևանը այն ամենն է, ինչ մենք տեսնում ենք։ Պատահական նկարներ է։
Թեման չափազանց հետաքրքիր է, դուք բոլոր հարցերին ուզում եք միանգամից պատասխանել։ Այդ Թեման անverջ շահի է խոսալ։ Չէ, ինչու, որովհետև պարոն Օրբելյանի առաջարկը երբ որ ես ստացա, ինձ համար առաջին հայացքից դեռ չէի պատկերացնում ինչ պիտի լինի։ Նախ սկսենք նրանից, որքան որ կանայք են մեր սրտում, այդքան մեր քաղաքն է մեր սրտում։ Հասկացանք չէ կապը գեղեցկության, սիրո։ Հետևաբար միշտ երբ մոտենում էի արդեն հանդիպման պարոն Օրբելյանի մոտ, ինձ մոտ հարց էր, լավ, ինչ ձևաչափով պիտի ներկայացվեն։ Շատ կար ժամանակ զրույցից հետո ինձ համար պարզ դարձավ, որ շատ հետաքրքիր է մտածում պարոն Օրբելյանն եւ երբ որ մանրամասնեց հենց էքսպոզիցիոն մանրուքները, թե ինչպես պիտի դասավորվի այդ ամեն ինչը, ինչպես պիտի ներկայացվի, ահավոր հետաքրքիր էր հենց ձևաչափը, ինչպես որ նախագծել էր։ Ինչու, հետաքրքրությունը ինչու՞մ է, այդ տարաբնույթ կոնտրաստը ժամանակի, ցուցահանդեսը դիտելիս, քանի որ աշխատանքների մեծ մասը միասին ենք աշխատել եւ արխիվային լուսանկարներ են մեծացվել, տպագրվել հատուկ ֆոտոթղթի վրա, որոնք հետո կփոխանցվեն նաեւ թանգարանի ֆոնդին, նաեւ լուսանկարիչների միության մասնակից լուսանկարիչների աշխատանքը սա արդեն դառնում է պատմության մեջ, որը կփոխանցվի սերունդներին։ Երկրորդ, ներգրավման մոտեցումը պարոն Օրբելյանի շատ հետաքրքրեց։ Ահավոր ժամանակակից, ահավոր հետաքրքիր հյուրերի ընդունումից սկսված մինչև այդ ամբողջ էքսպոզիցիան նայելիս։ Եվ լուսանկարների հետ աշխատելիս ես երբ որ տեսնում եմ տարազով, հա, հին երևանցի կանանց, նաև հայտնիների, արդեն ժամանակակից լուսանկարիչը նկարել է այդ ինչ-որ դաջվածքներով, կանանց պիրսինգներով, բայց ֆոնի վրա մեր քաղաքն է, Երևանն է, փոխված։ Այստեղ մի բան էլ ասեմ, հատկապես վերջին տարիներին, եթե կընդունեք, նորից կարծես թե տարազային զգեստները, իսկական հայկականները, զարդերը վերադառնում են, բայց սկսել են նաև դա ուզում ասել, ոչ միայն կերպար, որպես բեմում կամ էկրանից այն կողմ, առօրյա, այո։ Եվ օրինակ լուսանկարիչներից ասեմ, որ օրինակ Մարաշտյան ֆոտոստուդիան, որտեղ հենց տարազներով լուսանկարում, ինքն էլ է որպես լուսանկարիչ մասնակցում ցուցահանդեսին, եւ ինչպես դուք, այո, դա բնականաբար, քանի որ իրենք ոնց որ շարունակողն են։ Եվ այս ձևաչափում հետաքրքրական է, այսինքն մենք փորձում ենք բոլորին ներառել, ովքեր գործունեություն են իրականացնում նաև Երևանում, որովհետև դա Երևանի պատմություն է դառնալու, չէ, որոշ տարիներ հետո։ Եվ այստեղ, ինչպես դուք նշեցիք, նորաձևության արծաթե գոտիները, այդ բոլոր աքսեսուարները, քունքակաղիկները, դրանք այսօր շատ նորաձև են եւ անգամ ջինսերի, տաբատների հետ են համադրում շատ աղջիկներ կանայք, այո։ Նաև եթե մենք հետևում ենք մեր այսօրվա նորաձևության ընթացքին, նորաձևությունը հիմնականում ասում են, որ կանանց համար է արվում, հա, բայց դա այդպես չի։ Նորաձևության մեջ չշեղվեմ խոսքիցս, կանանց համար, այո, շատ դետալներ այսօր օգտագործվում են հայկական ornament-ներ, զարդանախշեր, կան հայտնի արծաթագործական ընկերություններ եւ ոսկերչական, որոնք օգտագործում են այդ դետալները, սա նաև ուրախացնող է, այդ լուսանկարներին նայելով մենք կարծես թե կատարում ենք մեր առջև դրած խնդիրը այսօրվա երիտասարդին բերել հանդիսատեսին թանգարան։ Սա առաջի հարցն է, որ լուծվել է, երկրորդ ժամանակակիցի հրապուրումով բերել թանգարան, վերականգնել ինչի՞ չէ այսօր հուսով եմ ավանդույթները, որ թանգարան գնալը դա նույնիսկ դեռ հələ պահանջարկ ունեցող սնունդ է, հոգևոր սնունդներից, հա, որտեղ մենք բենակ ուտելիքով չենք ստանում։ Շատ հաճախ թանգարաններ այցելելիս կամ ցուցահանդեսների դու էներգետիկ sense հոսանքներ ես ստանում, այդ թրթիռները փոխանցում ես կապը լուսանկարչի ժամանակի, այն ժամանակվա լուսանկարիչը ինչպես է մտածել աշխատել, այսօրվա լուսանկարիչը ինչ է փորձում տա, ինչ է տեսնում,
Այս հիմնական կոնտրաստն է, որը կուզեմ նշել, որ իրոք շատ հետաքրքիր է ստացվել եւ վստահ է։ Սա հրաշալի նվեր կլինի մեր քաղաքի, ինչու՞ չէ, նաև հանրապետության բոլոր կանանց ու աղջիկների։ Ցուցահանդեսը կոչվում է ժամանակի դիմագծեր եւ ինչպես նշեցինք, այո, այսօր նորաձևության թելադրանքով թեկուզ ազգային այդ բաղադրիչը պահպանելով, այո, արծաթեղենը, նույնիսկ տարազային դետալներ շատ նորաձև են դարձել, բայց հետաքրքիր է, այն ժամանակ բնականաբար դա հայ կնոջ կենսակերպներ, տեսակներ, այդ ամենը ոչ միայն հանդերձեր, այլ նաև նա զգում էր եւ կրում էր այդ ամեն ինչը։ Հետաքրքիր է հիմա եթե խոսում ենք դիմագծերից, այդ վիրահատական միջամտությունները իհարկե մի կողմ ենք դնում, որոնք այսպես փոխում են զուտ ֆիզիկապես, այո, մեր դեմքը։ Տարբերությունները հայ կինը առաջ եւ հիմա, դա կլինի հայացք, կլինի ասելիք, այլ լուսանկարչի աչքը երբեք չի խափում։ Այո, նախորդ իմ խոսքում նշեցի, որ առիթ ընձեռվեց այս ցուցահանդեսի ժամանակ աշխատել հին լուսանկարների հետ եւ հայրս, որը ներկա էր այդ ընթացքին, թե ինչպես է ուրեմն թվային լուսանկարները մեծացվում, տեղադրվում շրջանակներում, որտեղ թիմը աշխատում էր ամբողջ։ Յուրաքանչյուր այս հին լուսանկարը վերցնում էր, ասում էր մի հատ նայ, ասում էր ինչքան գեղեցիկ է։ Ու ես հասկանում էի գեղեցկությունը, որովհետեւ ինքը ավակ սերունդից է եւ ասում եմ, բայց այս նոր նկարը, ասում եմ, չէ որ այս ժամանակակիցն էլ է, ասում եմ, սա չեմ ընկալում, հայ կնոջ կերպարը սա է, այսինքն ինձ համար պարզ դարձավ, որ այդ էներգիան, որը գալիս է հին լուսանկարներից եւ այն, ինչը որ մենք այսօրվա մեր լուսանկարիչներն են տալիս, հավատացեք, շատ հետաքրքիր է, դիմագծերը այն ժամանակ քանի որ տեխնիկան լուսանկարչական ուրիշ է եղել։ Եթե գիշեք ժամանակին մենք լուսանկարները մշակում էինք քիմիկատներով եւ երկար process էր անցնում։ Բայց փաստը մնաց այն, որ թանգարանի շնորհիվ եւ նաեւ արխիվներում եղած հին լուսանկար, որ անալոգային լուսանկարչությունը այդ համն ու հոտը պահում է իր մեջ, ոնց որ տարբերությունը ավելի ճիշտ նկարագրելու համար կան բանը, չէ, աուդիո գրքեր այսօր, որ լսում են, բայց կհամաձայնվեք, որ գիրքը ձեռքերում ընթերցելը շատ ավելի ուրիշ բան։ Ես իմ պրակտիկայում 40 տարի եմ զբաղվում լուսանկարչությամբ, դեռ պատանի հասակից։ Առաջին դեպքն էր, որ ես ուղղակի հիացած եմ այս մտահղացումից։ Բնականաբար լուսանկարիչների կազմակերպությունը ամեն տարի անդրադառնում է այս թեմային։ Մենք ունենում ենք տարբեր շարքեր, ցուցահանդեսներ, այս պարագայում թանգարանի հետ, որի համար շնորհակալություն եմ հայտնում թանգարանի տնօրենությանը եւ ողջ անձնակազմին, եւ նաեւ մեր միության լուսանկարիչներին, ովքեր արձագանքեցին, համաձայնեցին նաեւ մասնակցել աշխատանքներով։ Այս պրակտիկայում սա նորություն էր եւ սա ողջունելի է։ Պարոն Աբելյանը, ամեն տարի հատկապես այս շրջանում հետաքրքիր ինչ-որ վերնագրով եւ մոտեցմամբ ցուցահանդեսներ եք մտածում, դուք եւ ձեր թիմը ամբողջությամբ, եւ կասեք, բացի սրանից, ինչ հետաքրքիր բաներ կան առաջիկայում ոչ այս թեմայով, ինչ եք արդեն մտածել, գուցե նախատեսել տարի։ Քանի որ այս տարի լրանում է մեր թանգարանի հիմնադրման 95-ամյակը եւ մենք ունենք մի շարք ծրագրեր, որ նախատեսում ենք իրականացնել, ես չեմ ուզի բոլոր, այսպես ասած, չակերտները բացել, բայց ասեմ, որ մենք մի հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես են գալու նաև թանգարների միջազգային օրը, թանգարների գիշերը ծրագրի շրջանակում, որը կլինի մայիսին, օրերը դեռ թանգարանի միջազգային օրը նշվում է մայիսի 18-ին, բայց դրան նախորդող կամ հաջորդող շաբաթ երեկոյան թանգարանը կլինի բաց մինչև գմյան այդ ակցիային, մինչև գիշերը ժամը 12-ը եւ հետաքրքիր ձևաչափով համերգային ծրագիր ենք մտածել, նաև մենք իրականացնելու ենք Երևան քաղաք եւ պատմություն, ուրեմն միջազգային գիտաժողով,
ժողովը նվիրված քաղաքի հիմնախնդիրներին, որը կլինի հոկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, արդեն մենք ուղարկել ենք բոլոր հրավերները, սպասում ենք եւ ստանում ենք արդեն հետաքրքիր հոդվածներ Երևանի մասին։ Կարող են մասնակցել։ Ցանկացած մարդ, ով ունի գրած գիտական հրատարակչություն է լինելու վերջում, եւ այդ հոդվածները որպես ժողովածու տպագրվելու են, կոնֆերանսը գիտաժողովն է լինելու երրորդյա եւ տպագրվելու է վերջնահարցունքը գիրքը եւ աշխատում ենք մի հետաքրքիր նախագծի վրա 95 առարկա, որ պատմում են Երևան քաղաքի պատմությունը։ Սելեկտիվ ընտրել ենք մի քանի առարկաներ, 95 խորհրդանշական առարկա, որոնք ներկայացնում են մեր քաղաքի պատմությունը, դրանք հնագիտության շրջանից, ընդգծելով քաղաքի ուրարտական ժառանգությունը եւ ոչ միայն միջնադարյան Երևանը, 1900-ականների Երևանը, խորհրդային Երևան եւ այն բոլոր ամենալավագույն առարկաները, ինչ որ կան մեր հավաքածուում։ Շատ եւ բնականաբար ցանկացած միջազգային օրվան նվիրված եվրոպական ժառանգության օրերի դա կլինի Երևանի, Երևանի ուրեմն միջոցառումների շրջանակում մշտապես փորձում ենք ակտիվություն ցուցաբերել եւ պահենք, որտեղ թանգարանները դրանք կենթանի, այսպես ասած, օրգանիզմներ են, որոնք պիտի իրենց առաքելությունը իրականացնելով հանրահրճակեն իրենց հավաքածուները մոտ բերեն համայնքի բնակիչներին, զբոսաշրջիկներին, մատուցեն այս դարում, այս թվային տեխնոլոգիաների դարում շատ հետաքրքիր։ Հիմա տեսեք, պարոն Հակոբյանը այդքան պատմեց լուսանկարը ինչպես ժամերով, ես հիշում եմ նաև, երբ որ արխիվների ուսումնասիրում տեսել ենք, որ հին ձևերով ուրեմն կախել են մինչև չորանապայծ աչքերը լավ չի եղել, նորից են կրկնել։ Իսկ այսօր մեզ օրինակ արհեստական բանականությունը թույլ է տալի մի վայրկյանում գեներացնել այնպիսի մի նկար, որտեղ որ ֆոնին ինչ ձևով, ինչ ոճով, այսինքն րոպեների ընթացքում մենք կարողանում ենք ցանկացած լուսանկար ստանալ, բայց երբ որ հետ ենք գնում 100-150 տարի առաջ, տեսնում ենք մարդիկ ինչքան են տանջվել, որ մի լուսանկար ստանան։ Եվ բնորդը ինչքան է պատրաստվել, դա չէ, ֆիլմերում կարող ենք տեսնել։ Եվ դրա համար հենց պատահական որ ներողություն Երևանում գործել են անգամ տաղավարներ, նկարչական կոմբինատներ խորհրդային շրջանում լուսանկարչական, Խանոյաններն, Երևան անվանումով շատ կան։ Այո, այդ ամենը որ sense նայում ենք, sense վերհիշում ենք ժամանակի մեջ, ինչքան բարդությունների միջով ենք անցել, իսկ այսօր այս թվային դարում իմ հիմնական ասելիքն է, որ ինչպես մենք նաև մոտեցնենք մեր այսօրվա սերնդին, մեր ավանդույթներին ներկայացնենք, որպեսզի մարդիկ տեսնեն այդ անցումային շրջանը։ Եվ այստեղ այս բառերը պատահական ընտրված չեն խորագրի։ Երևան, կին, գեղեցկություն, դիմագիծ, ժամանակ, այսինքն ցանկացած նախագիծ ցուցադրություն կլինի գիտական հրատարակություն, մենք շատ թիմային աշխատանքով աշխատում ենք, մտածում ենք, որպեսզի այդ բանալի բառերը դառնան հետաքրքիր գրավիչ, որը որ հետո իր արդյունքն է տալուս, կրթելու, դաստիարակելու հանրահրճ, այո, այս սեգմենտավորված այսպես Բելյան, այսպեսի հետաքրքիր հարց, ինձ հետաքրքիր է զուտ, փորձ արվել է այն բոլոր լուսանկարների կանայք, որոնց գոնե հայտնի տներից եւ ընտանիքներից են եղել, գիտենք նրանց սերունդներին գտնել, օրինակ հրավիրել թանգարան, հրավիրել ցուցահանդեսի կամ գուցե նաեւ այսպես միավորել լուսանկարները նա եւ նրա սերունդները, ուղղակի այսպես մտքովս մենք մի քանի սերունդներ կա, որ թանգարանը կապի հետ է իրենց հետ, աֆրիկյաններ եւ մի քանի կան սանահյաններ, մի քանի կան հայտնի երևանցի ընտանիք, որտեղ մենք աշխատում ենք, գալիս են ուսումնասիրում են իրենց ընտանեկան արխիվները եւ այլն։ Մենք նաեւ այս ամբողջ միջոցառումների ընթացքում փորձելու ենք եւ կոչով ենք դիմելու նաեւ մեր հանրությանը, ովքեր ունեն լուսանկարներ, երկու հատ ունեն մեկից եւ պետք չի, դրանք կարող են հանձնել թանգարան, թեկուզ խորհրդային շրջանի, որտեղ խորհրդային շրջանի շատ լուսանկարներ մենք հայթայթել ենք, չունենք։ Այսինքն, այո, այդ կոչը շատ կարևոր է որ հնչի, որպեսզի մարդիկ այդ ամենը մեզ որպես թանգարան պահպանելու վայր փոխանցեն, որոնք մենք ուսումնասիրենք։ Դուք նշեցիք, բայց մենք էլ շատ լուսանկարներ ունենք, որ գրված է լուսանկարիչը անհայտ է։ Օրինակ այս լուսանկարում մենք չգիտենք ով է լուսանկարիչը եւ ով է պատկերված։ Այո, շատ գեղեցիկ տիկին, միայն գիտենք, որ Երևան 20-րդ դարաշրջանի լուսանկար, ուրիշ եւ դա ամենևին կապ չունի, որ դարձավ հենց մեր գլխավոր պոստերի հերոսուհին, բայց մենք
չկարողացան գտնել այլ տվյալներ այս կնոջ մասին եւ դեռ շատ կան նկարներ, որ ինչքան փորձում ենք ուսումնասիրել, կապը գտնել, չենք կարողանում։ Շատ լավ, շնորհակալություն ձեր հատկապես այս առավոտը մեզ հետ կիսելու համար, հուսով եմ մեր հեռուստադիտողը կգա, կվայելի ցուցահանդեսը, գուցե իր դիմագծերը կամ իր նախնիների դիմագծերը եւս գտնվեն ձեզ մոտ։ Այո, եւ չմոռանանք, որ լուսանկարները իսկապես ժամանակի վկայություն են, այն նյութն ու թուղթն են, որ մեզ կապում են մեր անցյալի հետ եւ շատ գեղեցիկ են։ Շնորհակալություն ձեր նախաձեռնության համար։ Դուք էլ շարունակեք հետևել մեզ, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր եթերը։